Բարև ձեզ արգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսպես ես զրուցում եմ Հովհաննես Իշխանյանի հետ, շնորհակալ եմ Հովհաննես մեր հրավերն ընդունելու համար։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում իշխանությունը նրանց սատելիտները այնպեսի դրսևորումներով են հանդես եկել, պետական պաշտոնյաներ կամ ոչ պաշտոն զբաղեցնող մարդիկ, որոնց վարքագիծ եւ տեղ ունեցող միջադեպերը որ նայում ենք, մեզ հասկանալի է հիմա արդեն թե ինչ է նշանակում բռնապետություն, ընդ որում բռնապետություն, որը ժողովրդավարության անունն է ամենաշատը օգտագործում։ Ուրեմն ես հիշեցնեմ, որ շաբաթներ առաջ Նոր-Նորքի թաղապետարանում թաղապետը եւ իր 10-15 զինյալները խմբավորումով հարձակվել էին քաղաքացու վրա, Արտուր Չախոյանի, որը կոռուպցիոն պատմություններ է բացահայտում։ Այսինքն դա գիտեք, օրինակ խորհրդարանում էլ չէ, լինում են միջադեպեր, բայց այդտեղ падգամավորն է ծեծում, որը տհաճ է, բայց այնուամենայնիվ երկուսը կարգավիճակ ունեն, նա էլ կարող են։ Բայց այստեղ քաղաքացին խնդրով եկել է թաղապետարան, դու բռնում ուղղակի ծեծում ես 15 հոգով իրեն։ Սա ընդ որում մեզ ասացին, որ սա Բուչայի համար է արվել, ուկրաինական ազատագրական պայքարի մի հատվածը եկել է Մասիվի թաղապետարան։ Հետո Արամ Զավենիչը մեզ բացատրեց, որ սա գործողությունը Արտուր Չախոյանի կողմից կոնկրետ կառավարել է Վլադիմիր Պուտինը եւ դա զեկուցվել է գլխավոր շտաբի պետն է կոնկրետ մշակել պլանը բան կա, չէ, Շուշի ազատագրման հետ կապված քարտեզ կա, որտեղ Սերժ Սարգսյանի ստորագրությունը կա։ Այս Մասիվի թաղապետարանի ազատագրման տակ Գերասիմովի ստորագրությունը կա։ Հետո տեղի ունեցավ, այո, Մայր Հայաստան խմբակցության ավականի Գևորգ Ստեփանյանի մեքենայի այրումը, ահաբեկչությունը, հենց իր տան կողքի մոտ հատվածում, որտեղ կարող է հրդեհ բռնկվել նաև տանը, որտեղ քնած երեխաներ, ընտանիքի անդամներ։ Եվ հիմա արդեն մի քանի օր է հանրությունը քննարկում է լրագրող Լիլիթ Աղեկյանի դեպքը, որտեղ ոստիկանության կենսաբանորեն Արու ներկայացուցիչը ստիպել են փաստորեն այս կնոջը հանվածնել, իբր զննում իրականացնել։ Ինչի մասին են խոսում այս դեպքերը, որտեղ սրանք ի վերջո իրենց նաև պատկերացումն է, չէ, պետության կառավարման մասին։ Բայց ինչու են այսպես արդեն բաց, հանգիստ գործում։ Գնում ահաբեկչական, սա այսպիսի դրսևորումներ ես տեսել եմ ահաբեկչական պետություններում, այսինքն տեսնել որն է, լսել ենք։ Այս իրավիճակը ինձ մոտ բերում է այն մտքին, թե ինչ կարևոր է իշխանության չվերարտադրությունը, այսինքն ժողովրդավարական համակարգերում, երբ որ դու որոշակի ժամանակ գալիս ես կառավարում ես, հետո ժամկետդ լրանում է, հանձնում ես ուրիշին, հեռանում ես, հաջորդն է գալիս։ Իրականում այս իշխանության մեջ որ տեսնեք, sense բաներ անում են, բայց ոչ թե ամենաբարձր մակարդակով։ Նիկոլ Փաշինյանը այդպես հավերժ պետք է մնա, բայց օրինակ եթե հիշեք, բանին քննչական կոմիտեի պետին փոխեց, այն մյուսը ով էր այն բանը, որ փոխեց էլի շատ պաշտոնյաներ են փոխվել։ Չէ, կարևորը բանը, կոռուպցիոն կոմիտե, ներքին գործերի նախարարը, որովհետև Տավուշի դեպքերի ժամանակ այդ ներքին գործերի նախարարի նկատմամբ ատելությունը այնքան էր գեներացվել, որ այդ ամբողջը սենց մաշել էր այդ մարդուն, պետք էր փոխել նոր մեկին բերել, նորից զրոյացնել, նորից սկսել մաշել։ Սրանց պարագայում, երբ որ իրենք կորոնավիրուսը տապալեցին, դատարանները զավթեցին, այս ոնց որ առաջին ծիլերն էին, որ այն 2018-ի էյֆորիան արդեն սկսում էր բերել քննադատություն։ Արցախը առաջին հանձնելուց հետո այն մեծ sense արդեն բողբոջեց, իսկ հետո որ արդեն գնացին ընտրությունների ճիշտ է լեգիտիմացրեցին այդ ամբողջը, բայց իրանք պարտադրված էին գնալու ավելի բռնապետական իրավիճակի, որտեղ հանրությունը, երբ որ Արցախը հանձնում ես մի մեծ զանգված բնականաբար դժգոհ է, դու արդեն այնտեղ թե ռեսուրսներս կորցրել, թե արտաքին գործընկերներս կորցրել, թե ներքին համերաշխություններս կորցրել, ու հիմա այդ իրավիճակում քեզ մնում է արագ իշխանությունդ պահես, ու ինչքան պահում ես այդ իշխանությունդ, այնքան ավելի հիմար ես դառնում, որտեվ եթե ասենք նոր ես եկել իշխանության sense էյֆորիայի վրա, նույնը 90-ականներին, օրինակ ինձ պատմել են, որ 90-ականներին որ եկել էին իշխանության, այդ Ղարաբաղ կոմիտեն, այն ժամանակ իրանք իրանց ներսում զսպում էին իրար, ասենք ասում էին
սենց թանկանոց շոր մի հակի, որ հանրությունը չտեսնի, սենց ծխախոտ մի ծխի։ Երկար ժամանակ հասկանում ես։ Բագրատյանի Մալբորո ծխելը քննարկման թեմա էր դարձել։ Կա, հա, բայց իրանք Ոնց իրար կարելի է դասում Մալբորո են։ ծխել։ Հետո գնաց արդեն ոնց որ լավ իշխանությունը մեկը պետք է պահենք, եկեք ավելի լավ իշխանությունը պահենք, մենք է վայելենք։ Եվ այդ արդեն տրվում ես ազատվում ես այդ ինքնա սահմանափակման զսպման կապանքից, հա սկսում ես արդեն անցնել սահմանները։ Նույնը Հովիկ Աղազարյանի դեպքով հիշեք, այդ սահմանը չէին անցել, անձնական սեռական կյանքի մտնելու Հովիկ Աղազարյանով անցան։ Ու գնալով ավելի ու ավելի անցնում են մինչև տեսախցի։ Ու գնալով այն ֆազայի մեջ են ընկնում, երբ որ արդեն իշխանության որևէ խոսք վստահելի չի։ Այսինքն եղած լինի, եղած չլինի, միևնույնը հանրությունը հավատալու Որ է, եղածը։ որ հա, մյուս կողմին։ Սա իհարկե մյուս բանը վատ թարացի մասն է, բայց սա էլի իրանց արածի պատճառով է։ Աղեկյանի գործով ըստեղ կարևոր մի հատ վերլուծություն կա, որը մենք նաև ներկայացել ենք ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկմանը, ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկմանը հետևյալն է. ամեն 5 տարի մեկ յուրաքանչյուր երկիր միավորված ազգերի կազմակերպության անդամ հաշվետվություն է տալիս մնացած բոլոր երկրներին, թե ինչ ա եղել այդ բանի ժամանակ, տարիների ընթացքում։ Նույն այդ հաշվետվությունը ինքը տալիս է այդ մյուս երկրները իրանց առաջարկություններն են անում ու դիտարկումները, որոնք հիմնված են մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի, Հայաստանի ազգային զեկույցի ու քաղաքացիական հասարակության տված զեկույցների։ Մենք երկու զեկույց էինք ներկայացրել, մեկը Հայաքվեի մասով, մեկը 4 կազմակերպություններով։ Ու հետաքրքիր է, որ հենց Աղեկյանի պատմության հետ կապված մենք այնտեղ վերլուծություն էինք արել։ Ինչը նկատի ունեմ, տեսեք, Աղեկյանին փաստորեն խուլիգանության հոդված են գլխին բարձում, չէ՞։ Խուլիգանության ինչի համար վիրավորանքի, իբր ինչ որ մեկին վիրավորելը, մենք խուլիգանության հոդված ենք բարձում, ինչը խուլիգանության սահմանումը չի։ Բայց ինչպես սկսվեց սա։ Ուրեմն 2021 թվականին, եթե հիշեք, Ալեն Սիմոնյան, դատախազություն, sense բուրըն առաջարկում էին, որ պետքա քրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը, այն ինչը, եթե հիշեք, Նիկոլ Փաշինյանը անցնում էր դերևս Քոչարյանի տարիներին, երբ որ զրպարտությունն ու վիրավորանքը քրեական էին, Նիկոլ Փաշինյանը Արտաշես Գեղամյանի կնոջ հասցեին ասել էր, որ բանա, վատ արտահայտություններ այլ չկրկնեմ, հա, բայց սեռական բնույթի անգամ, ու Գեղամյանն էլ ուզում էր դատի տալ, լրագրողները գնացել էին, օ, չի կարելի ազատ խոսք բանման, մի խոսքով բանը հասավ նրան, որ ի վերջո զրպարտությունն ու վիրավորանքը ապա քրեականացրեցին, դարձավ քաղաքացիական վեճի առարկա։ Ու հիմա սրանք ուզում են վերադառնալ այդ մեխանիզմին, որը բնականաբար բան է, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա եւ մնացած բոլոր տեսակի ազատ խոսքի դրսևորումների խախտումների մեջ, ու այդ ժամանակ թե միջազգային հանրություն, թե ներքին ճնշում եղավ, սրանք չկարողացան քրեականացնել։ Բայց ինչ որոշեցին անել։ Որոշեցին եկեք բան անենք, եկեք որ մեզ վիրավորում են, կոչենք խուլիգանություն։ Այսինքն որ Նիկոլ Փաշինյանին իր անունով էս կոչում, դա համարվում է խուլիգանություն։ Ու առաջին դեպքը չի Աղեկյանինը, այսպես օրինակ այդ իմնեմնի տղաները որ կան իրանց վրա խուլիգանության հոդված նստացրեցին, իբրև թե ոդքասթի ժամանակ բան էին արել, հայհոյել էին ու խուլիգանությամբ բան դատապարտեցին։ Այսպես արեցին նաև Սամվել Վարդանյանի հետ, որը նաև հայտնի է, որ ոստիկանությունը թույլատրել է, որ խոշտանգեն իրեն, բայց ինքը ազգային ժողովի падգամավորին իր գնահատականներ տալիս ու հիմա Աղեկյանի հետ են անում։ Այս վերլուծությունը մենք արել ենք ու ներկայացրել ենք Միավորված ազգերի կազմակերպությանը։ Ցավոք սրտի Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունները այս 5 տարվա մարդու իրավունքների խախտումները որ նայես, շատ ավելի նվազ էին անդրադառնում են հիմնական խախտումներին, որ տեղի ունեցել, քան այն պոպուլյար թեմաներին, հիմնական կանանց իրավունքների խախտումներ, կանանց ներգրավվածություն քաղաքականության մեջ, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում, սենց բաների վրային, բայց կային, նաև կային ու հենց մեր մոտ կանանց ներգրավել են, լավ բան չի ստացվել։ Հա, որովհետև համակարգից է կախված, հիմա կնոջը գրավես, չգրավես, ուզում է կին լինի, ուզում է տղամարդ, ուզում է
Հիմա այս նախարարների որ նայում եմ, ասենք ներքին գործերի նախարարի փոխարեն դե էշելներ էլի նույն բաններ լինելու։ Որովհետև այս մարդիկ ծառայում են, նախարարը փիլիսոփայությունն են, իհարկե։ Համակարգը լավը չի։ Հա, կարող է շատ լավ մասնագետ լինես, բայց երբ որ այդ համակարգ Նիկոլի համակարգի մեջ ես, երբ որ քո համակարգը ստեղծողը դավաճանն է, դու լինում ես դավաճանական պրոյեկտի մաս։ Չէ, օրինակ հայտնի ռոպագանդիստ է բանը Արծուն Հովանեսյանը, Սերժ Սարգսյանին ժամանակ ուռա հայրենասեր էր, իր ոչ կարգին գիտելիքով, հիմա էլ բանա, սրանց քարոզիչն է Արծուն, այսինքն համակարգից է կախված, թե մարդը ինչպիսին է, Մարքսը որ ասում է կացությունն է ստեղծում մարդու կերպարը, ստեղ էլ համակարգն է, էլի, մարդու կերպարը ստեղծում։ Մի խոսքով, այս հոդվածով 297-րդ հոդվածը սա լուրջ խնդիր է, որտեվ այս մարդու իրավունքների տեսակետից լուրջ խնդիր է, որտեվ նրանք օգտագործում են մի հոդված, որով սահմանված չի այդ արարքը, որը ինքը որ արել է։ Եվ այստեղ պետքա թե իրավապաշտպանները, թե հասարակական գործիչները այս ուղղորդեն նաև միջազգային հանրությանը ցույց տալու, որ սրանք ապօրինություն են անում։ Մեզ կարող են հակադրվել, ընդ որում փաստերով։ Բացի նրանից, որ օրինակ եվրոպական տարբեր կոնվենցիաներ ասում են մարդուն ծեծել չի կարելի, հա, բռնություն գործադրել չի կարելի։ Եվրոպական երկրներ նաև պահանջում են պետական պաշտոնյաներից թափանցիկություն, չէ, եւ հաշվետվողականություն։ Երեք բան, բռնություն գործադրել չի կարելի, պետք է լինել թափանցիկ եւ հաշվետվողական։ Հիմա երբ որ նայում ենք նոր նորքի դեպքերը, ընդհանրապես փաստորեն եվրոպական մի պահանջ է խախտվել։ Բռնություն է գործադրվել, բայց ինչպես Անետ Խաչատրյանն է թափանցիկ էր, թափանցիկ բռնություն է։ Ի տարբերություն նախկինների մենք դալաններում չենք ծեծում, ուղղակի այդ ամեն ինչը ուղղակի եթերում է եղել։ Հիմա տեսեք, առաջընթաց է թե ոչ։ Որովհետև սա արդեն 2+ կա։ Սա լրագրության առաջընթացն է, սա լրագրության առաջընթացն է, որ ինքը կարողանում է այդ տեսախցիկը պահի այնտեղ, որտեղ որ պետք է, հա, ասենք դալանում է կամ չգիտեմ։ Այն ժամանակ դալանում եթե տեսախցիկ չկար, հիմա փաստորեն այդ թաղապետարանը ինքը դալանի պես մի բան է, չէ, որտեղ կա։ Հենց որ կարելի է ասել լրագրության առաջընթացն է, բայց ես ասեմ, օրինակ ես Ժնևում Դե բայց կարող էր, չէ, Անետ գործընկերներից հետ Թաղապետարանի մոտ էր մեքենայով, որ կարող չէ, ինքը ասենք թաղապետարանից դուրս եկող լրագրողը գցել մեքենայի տակ, որ կադրեր խմբագրություն չարի։ Հա, կարա, օրինակ գա, ասենք մեստեղ սպանի, ասի բայց չի արել։ Խնդրեմ, բանը, հա, թափանցիկ ենք ոչնչացնում ընդդիմադիրներին։ Հա, ես այս թեմայով Ժնևում խոսեցի գործընկերների հետ, ասեցի, որովհետև այնտեղ էի, երբ որ այս դեպքը եղավ, ու ասում եմ, պատկերացնեք թաղապետը, որոնք հանրակրվե են արել Եվրոպային միանալու համար, այսպիսի տեսախցիկների առաջ բլոգերի են ցեցել, ապշեցին, ասեցի, մի հատ բան ժողովրդավարական sense ապշանք էր իրենց մոտ։ Գիտեք, մենք Բարդ են իրենց գործընկերներով։ Ոչ, բան էին, տխուր էին եւ հիասթափված։ Բայց գիտեք, խնդիրը որն է, որ այս տարիների ընթացքում ես այնտեղ հասկացա, հա, նայեք, այս տարիների ընթացքում 2018-ից հետո քաղաքացիական հասարակություն կոչվածը իրավապաշտպանական այդ փնջով կամ դարձավ իշխանության մաս, Կամ սպասարկը։ նախարարներ, падգամավորներ, տարբեր բան, կամ էլ մնալով թեկուզ իրանց կազմակերպությունների մեջ անձնական հարաբերություններով սերտաճած էին հետները, բայց այս քաղաքացիական հասարակությունն էր, որը կոնտակտի մեջ էր միջազգային հանրության հետ, այսպես ասած, միջազգային կառույցների։ Ու երբ որ Հայաստանում ինչ որ խնդիր էր լինում, հաղորդողները սրանք էին, եւ սրանք բնականաբար, ասենք, երբ որ 5-րդ ալիքի սեփականատիրոջն էին բռնել, չէ, կամ ասենք Երևան TD-ին մտել ԱԱԾ-ն, այնտեղ կրիշներն էին տարել, չէին տալիս, բնականաբար սրանք չէին հաղորդելու միջազգային հանրության, ասես բան ա եղել, որտեվ իրենց ձեռել էր տալիս, իրենց ընկերներն են, բանն են, եւ միջազգային հանրությունը չէ։ Հիմա որ իշխանությանը սրանց հետ պրոբլեմը այն է, եկեք ուրիշների հետ կապ պահենք ոնց։ այդ ես կարծում եմ միջազգային հանրությունը նոր է սկսում հասկանալ, որ ինչ որ բան նիտո է, որտեվ այնտեղ տեղի են ունենում ինչ որ դեպքեր, բայց մեզ չի հասնում։ Բլյուզ ես ձեզ ասեմ, այս քաղաքացիական հասարակությունը ոչ միայն այդ հաղորդողն է եղել, այլ նաև մյուս քաղաքացիական հասարակության մասին, մյուս քաղաքացիական հասարակության իրականը, հա, կեղծիք տարածողը։ Օրինակ, ասենք, եթե դուք կամ ես
որևէ իրավախախտման մասին ինչ որ հաղորդում ներկայացնենք, նրանք օրինակ կասեն, որ բան հաշվի մի առեք, նա KGB-ի ագենտ է։ Օրինակ այսպեսի բան է։ Ու ես գիտեմ, որ իմ հասցեին արվել է այդպեսի բաներ, ինչպես նաև ինձ հասել է, որ նույնիսկ կանոնս են ջնջել տվել ինչ որ տեղերից այլ ոլորտներում խնդրել էին, որ շատ չհրապարակեմ, ու շատ չեմ հրապարակում, ուղղակի ասեմ տեղի ունեցածը, թե ինչեր են արել, որ առանց նշելու, թե ում մասին է խոսքը եւ ովքեր են ասել։ Այնպես որ այս շատ կարևոր է մեր այս նոր ձևավորված քաղաքացիական հասարակությանը հասկանալ, որ մենք ունենք կառույցներ, որոնց հետ կարելի է աշխատել, սակայն պետք է նաև հաշվի առնենք, որ այդ կառույցներում սրանք տարիներ շարունակ իրենց հարաբերություններ ունեն ու անընդհատ այդ խոչընդոտներն են ստեղծելու մեր հարաբերությունների համար։ Սա պետք է նաև մինչև, ասենք, մինչև անգամ թե ՄԱԿ, թե ԵԽԽՎ, թե ամեն ինչ պետք է բացատրվի սա, որովհետև փաստորեն մարդու իրավունքների պաշտպանության զարգացմանը խոչընդոտում են այսպես կոչված իրավապաշտպան Այսինքն այդտեղ էլ ձևավորվել է կլանային։ Այո, մաֆիա է ձևավորվել։ Դա մաֆիա է։ Հենց մաֆիոզ մտածողությամբ է առաջնորդվում, հա, ճիշտ է, ֆիզիկապես չեն վերացնում, բայց վերացնում են այդ իրենց անձնական հարաբերությունների եւ տարիների ընթացքում ձևավորված իրար նկատմամբ վստահության միջոցով, ինչը խոչընդոտում է մարդու իրավունքների պաշտպանության զարգացմանը։ Ընդ որում ես ձեզ ասեմ, Հովհաննես, որ այդ մարդկանց ազդեցությունը շատ արագ նաև ես ինքս զգացել եմ, ես եւ մի շարք այլ մարդիկ կրթական ծրագրերով 2016-ին եղել ենք Միացյալ Նահանգներում եւ ըստ այդմ դեսպանատունը ամեն տարի է այսպես կապ էր պահում նաեւ մեզանից լսելու կարծիքներ, թե Հայաստանում ինչ է տեղ ունենում, հա, իշխանությունները ինչ են անում եւ դա հրապարակային գործունեություններ, այսինքն ամեն անգամ հրավիրում էին օրինակ Միացյալ Նահանգների անկախության տոնի կապակցությամբ ու այնտեղ շատերին կարելի էր տեսնել, հա 2018-ից հետո կտրուկ որևէ կապ չեն պահել եւ անգամ այդ տոնական շնորհավորանքներ, չգիտեմ, կապ հրավերներ չեն եղել եւ էլի գալիս ենք դրան, որ այնտեղ կա խումբ, օրինակ ես լսել եմ, որ այդ խմբում էական դերակատարում ունի Դանիել Օնիսյանը, որ ասենք Միացյալ Նահանգների դեսպանին գրում է կոնկրետ այս մարդկանց խնդրում կապ մի պահեք, սրանց հետ մի հարաբերվեք, նրանք ինչպես դու ասացիր KGB-ի գործականներ։ Մյուս կողմից մենք էլ մեր անկեղծ դիրքորոշումը արտահայտել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հանդեպ 2018 թվականից հետո, որովհետև ասենք դատարանները սրանք զավթում էին, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը ով ուզում է լինի ձայն չէին հանում։ Մենք էլ ենք մեր դիրքորոշումը արտահայտել, էլի, դա էլ կա, դա էլ պետք է։ Այսինքն համ սրանք են բաներ անում խոչընդոտում, համ էլ բայց կներեք, իսկ ինչու պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգները չքննադատվի նրա համար, որ մեզ կոչում է սրանց մեջ չէ, էլի, կոչում է ժողովրդավարության բաստիոն, բայց դատարաններ է զավթում, այնտեղ գործեր է հարուցում շինծու, չգիտեմ, ոստիկանությունում այդքան խոշտանգման դեպքեր են լինում, որը ասես, որը թողնես նախադեպ ա եղել մարդու իրավունքների ոտնահարումները այս 7 տարի։ Հովհաննես, քեզ համար այսպես տխրեցուցիչ հանգամանքեր այն, որ փաստորեն մեր պապերը 100,000-ներով մասնակցելով հայրական պատերազմին խոչընդոտել են, ինչ ասած, օպերացիա Գերտրուդա, հա, Միացյալ Հայաստանի ստեղծմանը։ Փաստորեն պարտության են մատնել կամ մասնակից են եղել Հիտլերի պարտությանը եւ թույլ չեն տվել, որպեսզի Հիտլերը ստեղծի մեծ Հայաստան։ Սա ոնց Սա դիտարկելու համար նախ եւ առաջ պետք է հասկանանք ինչի համար է սա արվում։ Ինչի համար է սա արվում։ Սա քանի որ դեռևս 45 թվականից հետո սկսվեց այդ սառը պատերազմյան տարիներին, ասենք Չերչիլը արդեն մինչև այդ որ գովերքում էր սովետական միության այդ դիմադրությունն ու զորությունը, հետո արդեն սկսում էր բան անել, նսեմացնել սովետական միության դերը, իսկ 2021-րդ դարում արդեն, երբ որ Ռուսաստանը հակամարտության մեջ մտավ արևմուտքի հետ, նրանք սովետական միությունը որպես իրավահաջորդն է Ռուսաստանը, սովետական միության, բացեն նսեմացնելով սովետական միության հաջողությունը, նրանք փորձում էին նսեմացնել ռուսական հաջողությունը։ Ու հիմա երբ որ տեսնեք այդ մայիսի 9-ի տոնակատարությունը, այնտեղ որևէ եվրոպական առաջնորդ չկար։ Չէ,
ֆաշիզմի դեմ միասին հաղթանակ են Ну տանում։ բացի Վուչիչից։ Հա, Վուչիչը կար, ճիշտ է, Սերբիայի նախագահը կար, որ հա, Սերբիան այդ մինչև հիմա այդ բաները պահում է ռուսական ընկերությունը։ Հա, բայց ասենք այն հիմնական դերակատարները, չէ, Ֆրանսիա, Բրիտանիա, որի միասին ֆաշիզմային հաղթել էին, որևէ մեկը չկար։ Սա Ֆրանսիան այդքան էլ չէր հաղթել ֆաշիզմին, մասնակցել էր։ դե եթե համարենք Շարլ դե Գոլը որպես ֆաշիզմի դեմ Ու բայց դա պայքարող Ֆրանսիա պետությունը կամ ասենք չէր։ դիմադրության շարժումը, որտեղ նաև ներգրաված էին հայեր, Այդտեղ հետաքրքիր միջադեպ կա, որ Իմիջիայից դիմադրության շարժման մեջ մեծ մասը կոմունիստներ են Գերմանիայի Մանուշյանը կոմունիստ էր։ Գերմանիայի կողմից կապիտուլյացիան ստորագրող զորահրամանատարը, երբ տեսնում է ֆրանսիացիներին, ասում է, մենք իրաց ոնց որ չենք պարտվել։ Հա, բայց Հասկացաք, դες պարտվել ենք Բրիտանիա, Միացյալ Նահանգներ, Խորհրդային Միություն, Ֆրանսիան երբ ենք պարտվել, այդ չգիտենք։ հիմա այս կոնտեքստում այս արևելյան Եվրոպայի երկրները, մերձբալթյան երկրներ, Լեհաստան, Հայաստան, Վրաստան, այս հակառուսական ազդեցության մեջ այս նսեմացնում են սովետական միության այդ հաղթանակը, բայց այդտեղ լիք ուրիշ հետաքրքիր շերտեր կա։ Նախ հասկանալի է, որ Արծուն Հովհաննիսյանը այն մարդն էր, որ մեր զինվորները մեռնում էին այնտեղ, զոհվում էին, հերոսաբար սա բոլորին խաբում էր։ Այսինքն հիմա նույնպես պետք է խափի, այդ ապրիորի պետք է հանդիսատեսը ընդունի Արծուն Հովհաննիսյանի դուրս եկած խոսքը սուտ է։ Բայց զուտ, որպեսի մեր հանրությունը նաև իմանը, 41 թվականին Գերմանիան եւ Թուրքիան երկու պայմանագիր էին հետաքրքիր կնքել։ Մեկը իրար վրա չհարձակվելու պայմանագիրն էր, որը ընդհանրապես երկու էջից մի հատ փաստաթուղթ էր, դեսպաններ ստորագրել բանի Գերմանիայի, Թուրքիայում Գերմանիայի ու արտգործնախարարը, իսկ մյուսը քրոմ մատակարարերն էր բանին, այդ քիմիական նյութը, որը օգտագործում են այդ պողպատների երկաթի ամրացման համար ու բանը տանկեր, մանկեր այդ որ սարքում էին Գերմանիայում դրա համար։ Ու երբ որ սովետական միության վրա հարձակում էր գործում, որովհետև սովետական միությունն էլ դե քրոմ ունի, ու դադարեցրեցին մատակարարումը Գերմանիայում բնականաբար, սրանք ասացին դե ուրեմն Թուրքիայից վերցնենք, որովհետև Թուրքիայում էլ կա։ Ու Թուրքիան 50 տոննայի չափով քրոմ էր տալիս Գերմանիային, այսինքն իրանք այդ հարցում համագործակից էին, չէ՞, ինքը տալիս այդ քրոմ, որ տանկերի վրա արտադրի տանկեր ստեղծի, խփի սովետական միությանը։ Սա էս որ հանրությունը իմանա, որ պարզապես բանը հետ պատմություն, բայց մի հատ ամենազավեշտալի պարադոքսը որն է։ Արծուն Հովհաննիսյանով է Նիկոլի Քարոզիչ, Նիկոլովը, մարդ, որը ասում է պատմական Հայաստանը մոռացեք, հիշողություն, հայոց ցեղասպանության ճանաչում, սաղ մոռացեք 0 կետից ես եմ Հիտլերը փորձանք էր ուզում բերել Նիկոլի գլխին։ Մեծ Հայաստան էր սարքելու, հա, հիմա հանձնելու բաները լի։ հիմա փաստորեն հմեկով եկել են բանին Ռուսաստանի դեմ, փաստորեն կանան պատմական Հայաստանը մասին երազեն, չէ, Ռուսաստանի դեմ, բայց Հայաստանի համար չեն կարող պատմական Հայաստանի մասին հիշողությունները թույլ տան պահպանել։ Մյուս կողմից զավեշտների մեջ մյուս կողմից Հովհաննես, այս մարդիկ մոռանում են, որ նույն հիտլերյան ֆաշիստական Գերմանիան ուներ նաև ծրագիր ճակերտների մեջ արդար մեծ Ռուսաստան ստեղծելու, չէ՞։ Ռուսերին ասում են կոմունիստները ձեզ բան են անում, օգտագործում են, ձեզ շահագործում են, հա, մենք ազատություն ենք բերելու ռուս ժողովրդ։ Հա, ասում են, բայց ռուս ժողովրդին ազատություն չեն բերելու։ Այսինքն պետք է Իլինը, որը Պուտինի սիրելի փիլիսոփաներից մեկն է Բերձիայևի հետ միասին, ինքը համարում էր, որ այո, ֆաշիզմի հետ պետք է համագործակցել, որ այդ կոմունիստներից զզվելի կոմունիստներից բան վերջ տալ, որպեսզի իրանք ստեղծեն այդ ազատ, գեղեցիկ Ռուսաստանը եւ այլն։ Այո, մտավորակ ռուս լիքը մտավորականներ են եղել, որոնք բան Հիտլերի միջոց պրոյեկցիայով են տեսել այդ Ռուսաստանի ազատությունները։ Մինչդեռ բոլշևիկները, եթե նայենք ու ԿՊ-ի նմանությունը, մեկը մեկին է։ Մայիսյան ապստամբության ժամանակ 1920 թվականին, որ Հայաստանը նոր էր կառուցվում, արդեն ահագին զարգացումներ կար, ինչ այն բոլշևիկները։ Ալեքսանդրապոլում ապստամբություններ սկսեցին, Դիլիջանով մեկ բան սկսել, զոհեր, մոհեր, այնտեղ համագործակցում էին թուրքերի հետ, չէ, ադրբեջանցիների ու թուրքերի հետ էին համագործակցում, ի վնաս մեզ։ Իսկ այդ ժամանակով էր իրենց դեմ, այսինքն կառավարությունը, դաշնակցությունը զսպում էր այդ դավաճանությունը։ Հիմա նույնն էլ հիմա է, ուղղակի հիմա իշխանության են։ Սրանք համագործակցում են թուրքերի ադրբեջանցիների հետ։ Մեր դեմ դաշնակցությանը Բացիլ են անվանում, որը Հիտլերի խոսքն է։ Բացիլ ինքը ասում էր հрьяաներին, սրանք էլ նույն բառապաշատ են օգտագործում։ Այսինքն իրանք
բոլշևիկների դեմ քարոզչություն են անում, բայց իրենք են հենց բոլշևիկը։ Այսինքն զարմանալի, այսինքն հետաքրքիր է ստացվում, երբ որ ուղակի ապուշ սրանից նրանից քարոզչություն պետք է անես։ Իմիջիայից Արծուն Հովհաննիսյանը ապրիլի վերջում մայիսի սկիզբ գտնվել է Եվրոպայում։ Սա ինչի գիտեմ, որտեվ ես էլ էի գտնվում Եվրոպայում ու այդ իրան տեսել եմ, գնում էր։ Գուցե գնացել է հրահանգներ ստանալ, թե ինչ պետք է գա ստեղ ասի։ Լեհաստանի օթանավակայանում եմ ես նրան տեսել։ Նենց որ շատ հավանական է հենց Լեհաստանից կամ այդ մասերի։ Այնտեղ ասել են, որ Հիտլերը լավ տղա էր, գնաց ասել Պետոյի մոտ։ Գնա ասա, հա, Հիտլերը Իրան լավ որում ես տղա է։ նկատեցի Պետոյից ընտանիքում էլ բավական բարդ վիճակ է։ Շատ բարդ, Աստեն շատ, Պետոն շատ բարդ իրար կինը Նժդեին ֆաշիստ է համարում, ինքը Նժդեին ֆաշիստ չի համարում։ Ես չգիտեմ, գուցե ասենք երեկոները կոնֆլիկտ են ունենում, ինքը եթերից։ Ինձ թվում է երկուսն էլ հասկանում են, թե ինչի համար է նպատակը որն է։ Երկուսն էլ հասկանում որ սխալ ընտրություն են արել։ Նպատակը, այսինքն նպատակի համար նրանք այդ որ ասում են իզմեր չկան, հենց դա է։ Ուղղակի լավ կլիներ, որ այդ իզմեր չլինելու թեման, որը անգլիական լուսավորչական փիլիսոփայությունից է գալիս, ունենար ոչ թե պրոթուրքական մեծ ցեղած բանելու նպատակ, այլ մեր զարգացման եւ աշխարհին նպաստելու նպատակ։ Այդ որ իզմեր ասում չկա, դա էլ ինչ ուզեմ կասեմ, կուզեմ այս պահին, որ պետք է ես Նժդեհին կոչեմ ֆաշիզմ, հայկական ինքնության դեմ կկոչեմ, որ պահին որ պետք է որ Նժդեհը չկոչվի ֆաշիստ, որովհետև դա ձեռք է տալիս Ռուսաստանի դեմ, չեմ կոչի։ Այս իրավիճակի մեջ են, շատ ապուշ իրավիճակի մեջ են ու այդ կրթությունը իրաց չի փրկելու այս իրավիճակից։ Դու կարող ես բան լինել, դոկտոր, պրոֆեսոր լինել, բայց երբ որ քո նպատակը այսպես ապուշությունների մեջ ես գցել, այս բանի մեջ է, ապուշության ինկուբատորի անընդհատ անհետեցություններ է ասել ու հիմա Արծուն Հովհաննիսյանը մի հատ 44 օրյայում հադրութում էր նկարվում որ բանա հադրութը տված է բայց ինքը ասում էր հադրութում չեմ բայց մի բան էլ ասեմ լավը գիտեք որն է մենք ես էլ դուք էլ ասեք իրանց լավը ես էլ դուք էլ իրենք բոլորն էլ գիտենք իրենց լավը որն է իրենց չէ մեզ համար լավը որն է 90-ականներից ես էլ դուք էլ գիտենք որ կա մի հատ sense տեսակ մասսա որ ինքը առանձնապես դες ոչ կրթություն գիտելիք ունի բայց ինքը գիտի թե ամեն ինչ ինքը գիտի պրոֆեսորն է պրոֆեսոր ու ես մի գեներալներից մեկն էր ինձ պատմում ասում էր որ եկավ Հայաստան որ իր ներդրում ունենա պատրաստ ասում մի հատ ինչ-որ ճլորած մլորած մեկը sense կեղտոտ փնթի թրաշով բայց լսում էր ինձ բանման բացատրում էր ինչի համար եկեն չէ դու մեզ պետք չես գնա sense այդ տեսակն է Բարդեն մարդը հիմա այս տեսակից երկու կողմերում էլ կան համ Լևոն Տեր-Պետրոսյանական կողմում կա որը Նիկոլ Փաշինյանով է դրսևորվում եւ կա նաեւ այդ բանի մեջ զինվորականության Արցախի ազատագրման համար հա որ բանը ինչքան քիչ գիտես այնքան քեզ թվում է շատ գիտես ինչքան շատ գիտես այնքան քեզ թվում է քիչ գիտես եթե Սոկրատը ասում է ես ամեն ինչ գիտեմ որ չգիտեմ Արծուն Հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանը Արսեն Թորոսյանը ասում են ես գիտեմ որ ամեն ինչ գիտեմ այս բանն է հիմա եկել են այս երկուսը այդ հակաարցախյանները եւ պրոարցախյան այդ ամենագետները ճակերտավոր կպել են իրար, հասել են երկուսն էլ միասին դավաճանություն են իրագործել ու երկուսն էլ միասին այսպես դուրս են շպրտվելու ու Հայաստանում եթե Նիկոլ Փաշինյանը չհասնի իր ուզածին ու Հայաստանը չկործանի բանը հաստատվելու է այդ մերիտոկրատական, այսինքն արժանինքների եւ մասնագիտական գիտելիքների հիման վրա համակարգ, որտեղ արդեն բայց դե միջև այդ մենք պետք է պետոյի հարցը լուծենք Պետոնով էր, Պետրոս Ղազարյան որտեվ ըստ պետոյի ստացվում է որ իր կինը KGB-ի գործակալ է որտեվ ասում են ռուսները իրաց գործակալներով Նժդեին ֆաշիստ են ներկայացնում Նժդեին ֆաշիստ ներկայացրել է իր կինը հա իր կինը հիմա կամ պիտի ճիշտ է հա փաստորեն հիմա կամ պիտի նենց անի պետոն իր կնոջ հարցերը այնպես լուծի որ նա դատարի համարի որ Նժդեհ ֆաշիստ է գիտեք ինչ են իրանք sense հանգիստ այդ ապուշությունները դուրս տալիս որովհետև իրանք գիտեն որ այս ինչ որ մենք խոսում ենք հանրային հեռուստատեսության եթերում մեծամասշտաբ զանգվածին չի հասնելու դրա համար իրանք էս էլ կանեն հա ինչ ուզեն կանեն այդ դրանից են օգտվում իհարկե բայց մենք էլ մեր այս փոքր ներդրումը ամեն դեպքում
կունենանք հասցնել։ Դե ժամանակը գա դեռ հանրայնում լավ մտքեր Իդեպ չեն։ ֆաշիզմի դեմ հաղթանակը դա միայն Ռուսաստանի հաղթանակը, դա մարդկության հաղթանակն է։ Որտեղ մենք կարողացել ենք հաղթենք մի հատ գաղափարի մարդկությունը, որը ասում էր ես սաղիցդ լավն եմ, ինչ ուզեմ ձեզ հետ կանեմ։ Մենք հա ու ասենք 6 միլիոն այնտեղ հրյա էր կոտորում, գնչուներին էին կոտորում, ուզում կոտորում էին։ Հիմա մենք հայերս աշխարհում այդ ֆաշիզմի դեմ կռվողներն ենք։ Թուրքիան եւս այդպիսի պետություն է։ Այո, Թուրքիան եւս այդպիսի պետություն է եւ Ադրբեջանը եւս այդպիսի պետություն է։ Ռուսաստանը չես կարող ասես այդպիսի պետություն է, որովհետեւ Ռուսաստան տեսնում ես նախ դաշնություն, հա, չէ, իրավունքները, ինքնավարությունը այդ մյուս ազգերի բարձր են, Չեչնիային նայում ես ոնց է զարգանում։ Իմիջիալից նույնը Սիրիայում էին ասում, Ասադին ասում էին տվեք իրավունքներ այդ մարդկանց, տվեք դար դուք էլ ֆեդերացիա դարեք, դաշնություն դարեք, ու չուզեցին ու տեսանք ինչ եղավ հետագայում։ Այդ իմաստով հա, այտենց է դուրս գալիս, բայց ասենք Թուրքիան ինքը հենց դրա համար է ցեղասպանություն իրականացնել։ Թուրքիան հենց ֆաշիստական է դրա համար արել։ Սրանք որ ասում են մենք կռվում էինք բան ռուսների հետ, դրա համար եղավ բան, հույները, եզդիները, ասորիները, զազան, սաղին կոտորում էին, չէ՞։ Ինչի, որովհետև ասում էին դե մենք սաղիցդ լավն ենք, մենք պիտի ստեղ մենակով ապրենք, դուք ելեք գնացեք։ Շնորհակալ եմ Հովհաննես հետաքրքիր քննարկման համար։ Ես չեսնում զրուցում եմ Հովհաննես Իշխանյանի հետ, տեսություն կհանդիպենք։